բարեկամներ, այսօրվա մեր դասի թեման է Համոստանյանի մեր լեզու։ Ինչ դասին անդրադառնալը, մենք հիմա կտեսնենք մեր տեսասահիկը, թե ինչ տեղեկություններ կարող են ասել Համոստայանի մասին։ Համոսարյան, Հմայակ Սաղաթ Գրիգորյան։ Համոսարյանը ծնվել է ապրիլի 14-ին, 1914 թվականի ապրիլի 14-ին ներկայիս Սյունիքի մարզի լոքյում։ Լավ, թերթիր։ Երեխաներ ջան, Համոստայանի գրական անունը ինչի հետ է կապված, կարող ասել։ Մարի։ Գրական անունը ստեղծել է Իրավական հռչակումի թեփորաբան առաջին մասից։ Սա Բելյուսյան, Սարյանի հայրը Սահակը, հավասարակշռված, ճշմարտասեր համեստ մարդ է, եղել է գյուղի նախագահը։ Մայրը Գայանե Նահարյան, վաղ է մահացել։ Ով կարող է հիշել, որն է համարվում Համոստայանի առաջին գիրքը։ Հավոր։ Համոստայանի առաջին գիրքը Բորոտանի եզերքի բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Համոստայանի ստեղծագործության մեջ մեծ թիվ է կազմում անցյալին մանկության նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արգելական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Երեխաներ ջան, հիշում եք Համոստայանի ժողովածուն, որը մեզ է տեսել իր մահից հետո, ինչ էր կոչվում։ Ինձ բացակա չդնեք։ Այո, ինձ բացակա չդնեք։ Ասես 13 տարեկանում սովորել է Գյումրի տարեկան դպրոցում, որտեղ տարիներ առաջ դասավանդել էր երիտասարդ Աքսել Բաքունցը, որին դառնում բոլորը որպես Ալեքսանդր Վարժապետ գիտեին։ Երբ Սարյանը դպրոցական էր, Աքսել Բաքունցը թշնամուն գալիս էր նոր գյուղ, այն անգամ որպես գավառի գյուղատնտես։ Այդ Սարյանի մանկության ամենաճեր ուշերից է։ Բաքունցի գյուղը գալով նորից արևում մի նոր արև բացարձավ, հիշում է Սարյանը։ Երեխաներ, մինչ անդրադառնալը դասի, մենք կլսենք օրը մեծ բանաստեղծությունը, պետք է դուք լինեք այսօրվա քննադատներ, խմբագրական անդամներ։ Այսինքն դուք պետք է որոշեք այս բանաստեղծությունը դուրս ընծայել թե ոչ։ Որը մտնեց ժամը արտելի նացի, տխրությունս կամած ով ունելացի։ Կարելի մեր ծրվատապոր թիկոց հատած, նինչ է մտքում առայի որ ոստակած, իշտուին խոհում խոնար դեզեկուսին, մի կատնուհում չերնագաման մեջերապնսին, մեկոտեկի սանաչիրոտ և սուրուտ և հակ, լստումին նեով կարգով կրծերով հակ, լստումին և ստասում մինչև պապրդար, մինչև պապում ծարեկեզան ծրպծրնդար, պապրդարից կամած ով ունելացի։ Օրը մտնես բանաստեղծությունը, ինչ զգացումներ առաջացրեց ձեր մեջ, ով կարող ասել։ Գոլուն։ Հերիզատ այս բանաստեղծության ընթացումից տալու նրանցան, ասում է, թե ինչպես է ամեն երեկո հաց ուտել միասին, ընթրել են միասին, սպասել են բաբին մինչև որ գա, սակայն վերջում նկատել են, որ երդասարին շատերը չկան, բանաստեղծությունը մարդու խորհրդի և կարոտի մասին։ Այո, ինչ առաջացրեց բանաստեղծությունները, ինչ առաջացրեց, ասա։ Տխրություն, Պատմություն։ Նկատեցիք, որ առաջին եւ վերջին քառատողը կրկնվեց։ Այդ առաջին եւ վերջին քառատողը ինչ է տալիս բանաստեղծությանը, ով կարող է ասել։ Ասա՞ր այդ։ Այդ քառատողում հերնակ ասում է, որ եկել է գիտնախացի ժամը, սակայն այս անգամ տեխնությունը կամաց փոխվում է լացի, որովհետև երդաստանի շատերը չկան։ Լավ, եք ձեր տանիքում ընդունված է բոլոր անդամներով իրարին ճաշելու ավանդույթը, ինչպես եք վերաբերվում դրան, ով կարող ասել։ Ասա Աշոտ։ Այո, մենք ամեն երեկո ուզում ենք միասին, աշխատանքի դասերի պատճառով չի ստացվում նախաճաշել կամ ճաշել իրար հետ։ Դու բանաստեղծության սկզբում ինչ պատկեր ես ստեղծել։ Բոլորը միասին տեսնում են հացի և սպասում մատի։ Պատկերի անասենք, հա? Օրինակ ինչ պատկեր կան, երեկոյի պատկեր նկատեցի։ Ապրես, ասա։ Մտնող օրվա Լացի է։
Հանգիստ Հանգստության Ինչ տրամադրություն փոխանցեց, ասա՞ր տրամադրություն, որովհետև գնալով մարդիկ պակասում են երդաստանից։ այս հարստություն արդյոք միայն տխրության մասին էր։ Ասա։ Ոչ, նաև ուշադրության, սիրո և ընտանիքի մասին։ Այո, երեխաներ, եթե դուք լինեք Ախի Սարյանի տեղը, դուք նույն կերպ ներկայացնեք հարստությունը։ Հաղորդը ասա։ Այո, որովհետև շատ գեղեցիկ էր ներկայացված։ Ակադի։ Ոչ, Ինչու։ որովհետև շատ տխուր էր։ Այո, չփասած տխուր էր, չէ՞։ Որ ինչը փոխել։ Կարելի էր ավելացնել ավելի հույս կամ ուրախություն։ Ահա։ Ինչ զգացի հարստությունը լսելիս։ Ասա։ Ես զգացի հանգստություն և հիացմունք, ջերմություն և հուզմունք։ Տխրություն, Ահա, ո՞ր հատվածն ամենահուզիչը։ որ երդաստանը գնալով պակասում էր։ Այո, եւ միայնակ է մնացել, չէ՞, որ ասում են մնացել չկա, եւ նա մնացել է միայնակ։ Ես մի բան ասեմ, Ասա։ որ բանը նրանք էլ պապիկին չեն ստացվում, միանգամից սկսում են հարցնել։ Ահա, ինչ շնորհիվ մենք կարողացանք պատկերացնել այս երդաստանը, բանը, թանամուրը, տաղությունը, ինչի միջոցով կարողացանք։ Ասա, Ուրախացության, նախապատվությունների, բարերի, վայրերի, լեզվի։ այո, բարերի, խոսքերի, նախադասության, եթե բարերը չլինեն կարող եք, այս ամենը զգալն է երեխաներ։ Այն ինչպես է հեղինակը կարողացել մեզ փոխանցել այս զգացողություններով կարող ասել։ Ասա, Բարերի և բարերի։ Պատակը կարողացել մեզ փոխանցել այս զգացումները։ Ասա, Մենք տեսանք ամեն ինչ, տուն, տխրություն, բայց այս ամենը մեզ հասավ միայն մի գործիքի շնորհիվ, մայրենի լեզվի։ այո, միայն մեր մայրենի լեզվի շնորհիվ։ Եթե Սարյանը չունենար մեր մայրենի լեզու, նա չէր կարող մեզ փոխանցել ոչ խանավուրի բույրը, ոչ տատի կերպարը, ոչ էլ այլ կարոտը։ Այսօր մենք կխոսենք հենց այդ ուժի մասին, մեր լեզվի մասին, որը թույլ է տալիս զգալ, հիշել, ստեղծել և կապել մարդկանց։ Ինչ կլիներ, եթե մենք չունենանք մեր մայրենի լեզու։ Ով կարող ասել, ինչ կլիներ, ասա։ Մենք կծուվենք ամբողջ աշխարհին և չենք գնա մեր սեփականին։ Մենք խոսենք տարբեր լեզուներով եւ չենք կարողանա ազատորեն մենք շփվել իրար հետ։ Եվ հասկանալ իրար, ասա։ Մենք չենք կարողանա արտահայտել մեր հուզմունքը, ուրախությունը կամ տխրությունը։ Որպես մեր մտքերը, մեր զգացմունքները չեն կարողանա, չէ՞։ Էլի չեն կարողանա, եթե չունենանք մեր մայրենի լեզու։ Կկարողանանք գրքեր կարդալ, չեն կարող ասա, լսում եք։ Ոչ կարող ենք գրքեր կարդալ, ոչ բանաստեղծություններ։ Այո, մենք մարդիկ չեն կարողանա իրար հետ շփվել, չէ՞։ Այս մայրենի լեզվի մարդը չի կարող ամբողջությամբ ճանաչել իրեն։ Իր աշխարհը եւ իր ժողովրդին, չէ՞, մայրենի լեզուն մեր մտածելու, խոսելու, աշխարհ հասկանալու ամենակարևոր միջոցն է։ Հիմա մենք արտադրենք Ամոն Սարյանի մեր լեզու բանաստեղծությունը, ուշադրի լսեք եւ խոսեք զգալ, թե ինչ ասում հեղինակը մեր մայրենի լեզվի մասին։ Եկեք կարդալ։ Մեր լեզուն մեր խիղճն է, սուրբացը մեր սեղանին, մեր հոգու կանչն է արտադրικού համը մեր Մահականեր, շարունակեք։ Մեր լեզուն ծուղն է մեր տան, մեր կշիռն աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր։ Գորում։ Մեր լեզուն այրումն է մեր, այրում ծառի թան, մեր բուրգույնը մեր լեզուն մեր կերպում։ Մեր սաման։ Դա պիտի մեր առաջին ու վերջին սերն է, ինչ ունեն իր աշխարհում, որ հստակ ներեն։ Երեխաներ, ինչ է ձեզ համար մայրենի լեզու։ Եթե արտահայտեք, թե ով ինչպես է հասկանում, եւ գրեք այդ բառերը, հա։ Ինչ է ձեզ համար մայրենի լեզու։ Ասա Գորում։ Ինչու՞ Որովհետև ինչպես թվում է մեր անում երկու ապրանքություն տալիս, այդպես են լեզուն, երբ մենք խոսում ենք և մտածում։ Մեր բանը մեկ մեծ արտադրություն ստեղծում, իսկ լեզուն ազատ արտադրություն։ Ասա մայրենի, սեր ինչու՞։ Որովհետև մենք այդ տեսակետը խոսում ենք մայրենի, այս լեզվի հետ, այս տեսակետը ենք արտադրում մեր արտադրությունը։ Ինչ տարբերակներն է։ Մայրենի լեզուն, եթե չլիներ իմ կարծիքով մենք չենք լինի, որով
չեն կարող նորմալ իրար շփվել, մարդիկ չեն կարող իրար շփվել։ Ահա, այսինքն քո համար ինչ է։ Ամենակարևոր բանն է սա։ Ամենակարևոր բանը, բերեք ամենակարևոր բան, ամենակարևորը։ Ով է ասեց տուն է։ Ահա, Ախոշնս պետք է վերաբերվել մեր մայրենի լեզվին։ Պետք է չխոսենք ուրիշ լեզուներով, պետք է մենք խոսենք մայրենի լեզվով, պահպանենք և սիրենք և որ մենք մեր մայրենի լեզուն չմոռանանք։ Ահա, ուրիշ տարբերակներ ինչ է մայրենի լեզուն, Հակոբ։ Մայրենի լեզուն մեր համար հոգու կանչ է։ Այո, հոգու կանչ է, հոգու ձայն է ավելի շատ, չէ՞։ Ինչու Հակոբ ճա, կարող ես ասել, հոգու ձայն։ Որովհետև եթե մենք օրինակ ապրենք ուրիշ երկրում, խոսենք ուրիշ երկրում, նա մեզ ամեն ձեռ կանչում է։ Ուրիշ տարբերակ։ Մայրենի լեզուն հայրենիք է։ Հայրենիք է, լավ։ Ասա, ինչու է հայրենի։ Քանի որ ինչպես է հայրենիքն է մեր համար ամենաթանկ արժեքը, այդպես է մայրենի լեզուն։ Ես ասում եմ ինչու եմ ասա, որ դու ուրիշ երկրում ես ապրում, քեզ դու միշտ կարոտում ես քո հայրենիքը, ավանդությունները, ավանդական ուտեստները։ Երբ ուրիշ երկրում է ապրում, չէ, իրեն հիշեցնում իր հայրենիքը, ով կարող ասել։ Որոնք լեզուն, դաշտերը, գեղեցիկ վայրերը, տեսարժան վայրերը, այժանները, ուշանձանները։ Ամենակարևորը ասա։ Ավանդությունները։ Լեզուն, երկերը, ճիշտ է։ Սիրելի երեխաներ, հիմա կանցնենք խմբային աշխատանքի, դուք աշխատելու եք խմբերով և ներկայացնելու եք ձեր մտածածը։ Ուրեմն այսպես կանենք։ Առաջի խումբը, հիմա ես թղթերը կբաժանեմ, առաջինը բաժանվում, երեխաներ, ուրեմն բաժանվեց մի խմբի կանաչ խումբ, մյուս խմբի բաժանվում։ Մի հոգի մնաց, այս մի հոգում տտակ կապույտ խումբ և ինքը պետք է լինի տարբեր։ Ինքն է որոշելու, որ խմբին միանը, հա? Պետք է ասում դու պետք է որոշես, որ խմբին ես ուզում։ Եվ այսօրվա գլխավոր պատահականություններ պետք է լինի քո վրա։ Դու պետք է կարդաս բանաստեղծությունը, երեխաները պետք է ասել բովանդակությունը և գաղափարը։ Ուրեմն բաշտագույն թղթով երեխաները պետք է ներկայացնեն բովանդակությունը, իսկ կանաչ պետք է ներկայացնի գաղափարը։ Հիմա խմբեր են կազմում, բաշտագույն խումբը միասին են ստում, իսկ կանաչ խմբերը իրար են։ Արա։ Այսինքն ջանից դու որոշում ես թե որ խմբին ես միանում։ Ես որոշել եմ հակոպես Հակոպես միանում ես հակոպես։ Տանսը 7 րոպե ժամանակ։ Պետք է գրել բանաստեղծության բաշտագույն թիմը գրում է բանաստեղծության բովանդակությունը, այդ կանաչ խումբը գրում է բանաստեղծության գաղափարը։ Եղա ժամանակը գնաց։ Հեշտացրեցիք երեխաներ։ Հեշտացրեցիք։ Հիմա նույնականություն պետք է խոսնակ և կներկայացնի։ Փոքր ուժում ասեմ, որ բանաստեղծությունը պատմում է, ինչ բան է գաղափարը ասում է, ինչ է ուզում սովորեցնել, հեղինակը։ Երեխեք, ով է ներկայացնում, նախ եկեք կարդաք բանաստեղծությունը, մեր խմբի գլխավոր անդամը ասում է, կկարդա բանաստեղծության բոլոր տները։ Առաջին նույնիսկ կարդալարքները։ Մեր լեզուն αρχի շնորհը, մեր սուփածը մեր սեղանի, մեր հոգու կաշն արտակում, համում է երանի։ Ով է ներկայացնում առաջիկա գաղափարը։ Եղավ է խոսնակով է երեխաներ։ Ես նայեք, հիմա դու ես որոշելու, թե առաջին տան բովանդակությունը ով է ներկայացնում։ Առաջին տան բովանդակությունը ներկայացնելու եմ ես։ Այս հատվածում հեղինակ ասում է, որ մայրենի լեզուն մեզ համար շատ կարևոր և թանկ է։ Նա համեմատում է լեզուն սուրբ հացի, խղճի և հոգու կանչի հետ։ Սա նշանակում է, որ լեզուն
լեզուն մեր կյանքի և զգացմունքների մի մասն է, որով մենք արտահայտում ենք մեր մտքերը և զգացմունքները։ Լեզուն մեզ համար նաև արժեք է, որը պետք է սիրել և հարգել։ Դա որ կապում կարաչիդան գաղափարը ձեր խմբի խոսնակով է երեխան։ Դու ես։ Առաջիկան գաղափարը ներկայացնի Արությունյան։ Աշոտ Արությունյանը, այստեղ։ Այս հատվածի հիմնական գաղափարն այն է, որ մայրենի լեզուն մարդու և ազգի համար ամենաթանկ արժեքներից է։ Այն մեր ներքին աշխարհն է, մեր քիչը, մեր զգացմունքներն ու մտածողությունը։ Հեղինակն ուզում է ասել, որ մեր մայրենի լեզուն պետք է սիրել, հարգել և պահել, որովհետև այն մեր ինքնությունն է և հոգևոր կյանքի հիմքը։ Չորրորդում ենք ասում, Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մեր լինի։ ով է ներկայացնելու։ Չորրորդական բովանդակությունը ներկայացնելու է Սահակյան լեզուն։ Այս հատվածում հեղինակը ասում է, որ մայրենի լեզուն պետք է լինի մարդու առաջին և վերջին սերը։ Նա հարցնում է արդյոք աշխարհում որևէ այլ բան, որ արկան մեր թանկ լինի, որքան լեզուն։ Հեղինակը ընդգծում է, որ լեզուն ամենամոտ և ամենասեփական արժեքն է մարդու համար։ Եվ գաղափարը, վերջիկան գաղափարը, Գաղափարը ներկայացնում այս հատվածի գաղափարն այն է, որ մայրենի լեզուն պետք է լինի մեր ամենամեծ և ամենաթանկ արժեքը։ Մայրենի լեզուն մենք պետք է ոչինչ չփոխարինենք։ իսկ հեղինակը ինչ է կոչանում։ Հեղինակը կոչ է անում, որ մայրենի լեզուն մեր ինքնության հիմքն է։ Այո, ես ինքու գնահատենք մեր մայրենի լեզուն, եւ որ էլ որինենք, երբեք չմոռանանք, քանի որ այն մեր այո ինքնության հիմքն է։ Երեխաները եկեք հիշենք մայրենի լեզվի մասին ապորիզմների հիշում, ով կարող է ասել։ Ապորիզմները, արա։ Քանի դեպքա լեզուն կարող է ասել։ Այո, ուրիշ, Հակոբ։ Մայրենի լեզուն ժողովրդի ոգին։ Ժողովրդի ոգին է, ուրիշ Սուզիջան։ Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության հիմքը և հոգու հայրը։ Ուրիշ Արսենոն, Ով սիրում է իր լեզուն, նա սիրում է նաև իր երկիրը։ Գոյունջան։ Մայրենի լեզուն սրտի երկու ամենախասր խոսքը։ Ով կներկայացնենք մայրենի լեզվի բովանդակությունը և գաղափարը։ Շատ կարճ բառերով, հա։ Ասում եք, Սուզիջան, արիների բովանդակությունը բանաստեղծության։ Չգում ես։ Հիմա գաղափարը, եթե գաղափարն եք ներկայացնում, Այս շատ կարծ է, որ ցույց տվեցիք բանաստեղծության հիմնական միտքը և գաղափարը։ Համուսարանի մեր լեզու բանաստեղծությունը նաև երաժշտականացված է, այսինքն դարձել է երգ։ Հիմա մենք կլսենք այդ երգը և կփորձենք զգալ ինչպես է բանաստեղծության գաղափարը հնչում երաժշտության միջոցով։ Ուշադիր լսեք, ինչպես է երգը փոխանցում մայրենի լեզվի սերն ու կարևորությունը։ Երգը օգնում է ավելի ուժեղ զգալ այն, ինչ ասում է բանաստեղծությունը, լեզվի մասին, մեր սերը և հարգանքը։ Լսենք ուշադիր։ Փորձեք եկեք, ինչպես է մեր լեզուն բանաստեղծությունը ընթերցելիս, քննարկելիս, ինչ լսեցի, ինչ զգացի, ինչ մտորեցի և ինչ հասկացա։ Հա, երեխան, եկեք ամենքս սյուզից սկսենք։ Ինչպես է։ Դու գնում ես տուն տեսարան, Գոյունջան, Ես բառը մայրենի լեզվի վերաբերում։ այո, սեր, հիացում, գրում ենք, հպարտություն, սեր, հիացում,
Որքան կարևոր է, այո, ասացակ երեխաներ, որ առանց լեզվի շիան չկա։ Երեխաներ հիմա խաղում են քուիզիս։ Քուիզիսի աշխատանքը քերականական աշխատանքն է։ Նայեք, այստեղ կոդ է գրված։ Կոդը, երբ որ եկավ ձեր էկրանին, դուք կոդը կհավաքեք եւ կսկսեք մեր աշխատանքը։ Եղավ։ Սկսում ենք։ Այս կոդը ծով։ Ահա ես մտա։ Ես եղա։ Չի մնի իմաս։ Ահա։ Սիգվոր բառն է։ Ճիշտ է, ճիշտ նշե։ Երեխաներ, հիմա ամփոփում ենք արդյունքները։ Հիմա կարդում եմ, թե ովքեր են առաջի տեղ ընկել։ Առաջի խումբը Աշոտ եւ Կոլի։ Առաջի տեղ են գրավել, երկրորդ խումբը Սյուզաննա եւ Մարի։ Երրորդ տեղ Հակոբ եւ Վահան Նելսոն եւ վերջի տեղը Արսրուն եւ Արկադի։ Այսքանով ավարտում ենք մեր քույզի սխալ։ Այսօր միայն գրական հայերենը չէ, այնուամենայնիվ նաև գեղեցիկ եւ հարուստ բարբառն է։ Բարբառը մեր ժողովրդի խոսքի կենտրոնի հարստությունն է, որտեղ պահպանվել է մեր նախնիների խոսքը, մտածելակերպը եւ իր ավանդույթները։ Այսօր ուզում եմ ձեզ հիշեցնել Վասենի բարբառի մասին, որը շատ յուրահատուկ եւ գունեղ խոսք ունի։ Հիմա ձեզ հանձնարարում եմ տնային աշխատանք, տնային աշխատանքի համար խնդրում եմ խոսեք ձեր տատիկ պապիկների հետ եւ խոսեք բարձր թե ինչ ստեղծագործություններ երկեր կամ պատմություններ են նրանք հիշում Վասենի բարբառը։ Գրեք կամ գրի արեք այս ստեղծագործություններից մեկը եւ փորձեք նշել թե ինչի մասին է այն եւ ինչն է ձեզ դուր եկել։ Այսպես մենք ոչ միայն սովորում ենք մեր լեզուն, այլ նաեւ պահպանում մեր բարբառը եւ նաեւ մեր հարուստ ժառանգությունը։ Բայց